Այսօր առավոտյան այս իշխանությունները կրկին սկսեցին խոզարկություններ Բագրատ Սրբազանի շարժման մասնակիցների, ինչպես նաև սկսեցին ձերբակալություններ, խոսենք սրա մասին։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից վերադառնալուց Էրդողանի հետ հանդիպելուց հետո ավելի սասկացրեց իր բռնաճնշումները քաղաքական օպոնենտների նկատմամբ եւ ամենք տեսնում ենք, որ կեղծ մեղադրանքով այսօր շուրջ մոտ 2 տասնյակ մեր հայրենակիցներ հայտնվել են ոստիկանների, այսպես կոչված իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում։ Տեսնում ենք, որ ակներևաբար քաղաքական նպատակներով, կեղծ մեղադրանքներով մարդկանց դատում են։ Երեք ինչ-որ անդրահանբանական թղթեր հայտնվեցին, իբրև թե պատրաստում են հեղաշրջում, այսօր պարզվեց, որ դա անցյալ տարվա թղթեր են, ովքեր են հեղինակները դարձյալ չես կարող ասել, եւ հիմա ինչ-որ, չգիտեմ, գիտեք, եթե այսքան ողբալի չլիներ վիճակը, կլիներ սարսափելի ծիծաղալի, բայց սա է, մենք դեպի բռնակալության ճանապարհի վրա ենք, Փաշինյանը արտաքին ճակատում զիջում է բոլորին, թուրքերին, ադրբեջանցիներին, պատրաստ է երկիրը տանել, տանում է ամբողջական կապիտուլյացիայի, միայն որպեսզի ստանա մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի խաղաղություն, անկախ բովանդակությունից, որ դա բացարձակ կապիտուլյացիայի փաստաթուղթ է, որպեսզի գնա ընտրություններին, ասի, տեսեք, ես խաղաղություն եմ բերել, ինձ որ չընտրեք կլինի պատերազմ։ Եվ ահա ամբողջ պետական ռեպրեսիվ ապարատը ուղղվել է բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են կանխել այս խայտառակ անձնատվությունը արտաքին ճակատի վրա եւ կանխել Հայաստանը փոքրիկ բռնակալական պետություն դառնալու։ Սա է իրականությունը, սա է մեր երկիրը։ Փաշինյանը, որ այդ արեց բոլորիդ լցնելու եմ KGB-ի պատվալներ, անում են ինչ-որ սպառնացել է։ Այսօր այս իշխանության թիրախում հայտնվեց նաև զոհված զինծառայողի հայրը Արա Ռոստոմյանը եւ այս պահին նրան դատում են։ Ինչ է կարծում, արդարությունը ի վերջո կլինի։ Արդարությունը վաղ թե ուշ կլինի, վստահ եմ։ Բայց այո, Արան, որ զոհեց իր ամենաթանկը, իր որդուն, ով կամավոր հոկտեմբերին մեկնես ռազմաճակատ, որտեղ որպես սպա ծառայել էր, այսօր հայտնվել է ճաղերի հետևում, ակնկալել, որ այս իշխանության համար կա սրբություն, կան բարոյական արժեքներ, կան բարոյական արգելակներ, անույս է։ Այս իշխանությունները պետք է գնան, որպեսզի կարողանանք շտկել մեջքը, որպեսզի կարողանանք Թուրքիային եւ Ադրբեջանին ասել, որ հայ ժողովուրդը ձեր ծառան չի դառնալու, Հայաստանը Թուրքիայի վիլայետ չի դառնալու եւ որպեսզի վերջ-վերջո կարողանան կառուցել արդար ժողովրդավարական երկիր ազգային արժեքների վրա հիմնված։ Պարոն Խաչատրյան, այս ամեն ինչը, այս գործողությունները իշխանության կողմից կարող են խթան հանդիսանալ, որ ընդդիմությունը եւ ժողովուրդը ի վերջո փողոց դուրս գա։ Հուսամ, որ ինչ-որ մի պահի վերջ-վերջո ժողովրդի ամբերության բաժակը կլցվի։ Տեսեք, այս իշխանություններն ինչ են ասում, դեմագոգիա ինչ բարձունքների են հասել, ասում են ժողովրդի ընտրած իշխանությունն է, հետեւաբար ցանկացած փորձ այս իշխանությունների դեմ պայքարելու հեղաշրջման փորձ է, բայց չմոռանանք, որ այս իշխանությունները 21 թվականին ժողովրդին խոստանում էին Արցախի ներողություն Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, խոստանում էին անջատում հանուն փրկության։ Հենց ընտրվեցին, մոռացան իրենց բոլոր խոստումները։ Կառավարության ծրագիր ներկայացրեցին, հաստատեցին, հիմա 180 աստիճանով շեղվել են կառավարության ծրագրից, այսինքն այս իշխանությունները կորցրել են լեգիտիմությունը։ Այս իշխանությունները իրենք են սահմանադրական կարգը տապալում, որովհետև եկել են մի խոստումով, այլ քաղաքականություն են իրականացնում։ Բայց փոխարենը ցանկացած մեկին ով ասում է դուք լեգիտիմ չեք, դարձնում են հանցագործ։
ցանկացած պայքար օրենքի շրջանակներում, իսկ ժողովուրդի իրավունք ունի պայքարել նաև փողոցում, ներկայացնում են անհնազանդություն ամենամեղմ դեպքում եւ հիմա մենք ունենք զավեշտալի մեղադրանք հեղաշրջման փորձ։ Անդրադառնական է, բայց սա է մեր իրականությունը։ Ցավոք։ Պարոն Խաչատրյան, նաև օրեր առաջ կալանավորեցին 2 ամսով բարերար գործարար Սամվել Կարապետյանին, բայց կարծես Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի հարաբերությունները բարի դրացիական էին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Արցախում էր գովում նրան եւ նրա ելույթներում միշտ ասում էր բարերար, հիմա նա վախեցավ, որ կարող է Սամվել Կարապետյանը զավթել իշխանությունը, դրա համար կալանավորեց, թե Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները դրական են նույն սեփական աթոռի հետ։ Եթե տեսնի, որ իր իշխանությանը ինչ որ վտանգ է սպառնում, ինչ որ մեկը քննադատում, պատրաստ է բողոքի ալիք բարձրացնել, գիտեք, հետը մատաղուտելու էլ գնացած լինի, չի հիշես ամեն ինչ։ Նույն Նիկոլ Փաշինյանի վկայակոչում է Արցախում արած հայտարարությունը։ Տեսել հիշեցնեմ մեկ այլ արտահայտություն, Արցախ Հայաստանը եւ վերջ։ Հիշեցնեմ իր քաղաքականությունը, բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը։ Հիշեցնեմ իր խոստումը, որ քաղաքապայմանագրի ընտրվելուց հետո Արցախի սուբյեկտայնությունը էլ ավելի կբարձրանա։ Իսկ հիմա ինչ ասում է Արցախը թոք էր, համար է թոկը պետք էր կտրել փաստորեն, չէ՞։ Թոկը կտրել նշանակում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչել։ Բան ասել նրան, որ ասում են մենք Արցախը չկորցեցինք, մենք պետականություն կերտեցինք։ Հասկան ինչ Արցախներ խանգարում Հայաստան պետականությանը, Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարացմանը, իհարկե ոչ։ Հենց որ Փաշինյանը դրական էր ջերմ հարաբերություններ, են չգիտեմ ջերմ էին թե ջերմ չէին, այդ պահին պետք էր ասեց։ Սա է խնդիրը, այսինքն փորձել հետևողականություն եւ սկզբունքայնություն փնտրել այդ մարդու խոսքերում եւ գործողություններում, անհույս ավելի հեշտ է մի մեծ դեզում փոքր ասեղ գտնել, քան իր խոսքերում հետևողականություն։ Ցավոք սրտի։